Օրեցօր նորոգվելով Էյդեն Թոզեր Օր փետրվարի 4 Աստված մեզ սիրում է հանուն Քրիստոսի Բայց Աստված իր սերը մեզ հայտնեց դրանով որ երբ մենք դեռ մեղավոր էինք Քրիստոսը մեռավ մեզ համար Հռոմեացիս 5-րդ գլուխ 8-րդ խոսք Երկրի վրա երբեք այս պայծառ երկնակամարի տակ չեն հնչի խոսքեր, թե Աստված սիրում է մեղքը մարդու մեջ։ Երբեք չի ասվելու, որ Սուրբ Աստված սիրում է ոչ սուրբ որևէ բան, եւ այնուամենայնիվ Աստված սիրում է մեղավորին։ Աստված մեղավորին սիրում է, նրանում հազիվ նշմարելի երկնային պատկերի համար, որով մարդը մի ժամանակ ստեղծվել է։ Այսինքն, Աստված մարդու մեջ տեսնում ու սիրում է իր իսկ արտացոլանքը, նույն կերպ էլ Աստված մեզ բոլորիս սիրում է հանուն Քրիստոսի։ Աստված ընկած մարդուն սիրում է ոչ թե ինչ-որ անուշադրության կամ բարոյական անխստության հետևանքով, այլ որովհետև նա մի անգամ աշխարհի սկզբում ասել է. «Եկեք մեր պատկերով մարդ արարենք»։ Եվ մարդիկ ստեղծվեցին Աստծո պատկերով։ Թեև նրանք խեղված են մեղքով ու դատապարտված են մահվան, մինչև Հիսուս Քրիստոսի արյունով փրկություն ձեռք չբերեն, մարդկային ցեղը շատ քիչ է տարբերվում հրեշտակներից։ Աստծո թողտվությամբ մեղքի բորոտությունը վարակեց մարդու ողջ էությունը։ Դրա համար նա երբեմնի Աստծո պատկերով ստեղծված լինելով իր մեղսավորության հետևանքով մահանում է, թե ֆիզիկապես, թե հոգևորապես։ Բայց մարդուն մեղքից ազատելու դեպքում նրանում նորից կշողա Աստծո մաքուր պատկերը։ Այդպիսի օրինակ է Հիսուս Քրիստոսը, մարդ առանց մեղքի։ Աստված Հիսուսի մեջ տեսնում է այնպիսի մարդու, ինչպիսին կարող էր դառնալ մեզանից յուրաքանչյուրը։ Նա իր պատկերը տեսնում է Հիսուսի կատարյալ մարդեղության մեջ, այլ ոչ նրա աստվածության մեջ, քանի որ մեզ տրված չէ Աստծուն նմանվել այդ իմաստով։ Երբ Հիսուս Քրիստոսն եկավ երկիր, նա սովորական մարդկային մարմնում էր և չէր ամաչում դրանից, քանի որ մարդը իրեն ստեղծած Աստծո պատկերն է։